Ինչ իրականում մենք ենք առաջարկում։ Այլակ Ֆարաջյան, իրականում եմ լրատվական։ Պարոն Թատոյան, դուք ասացիք, որ ձեր հիմնական թիվ 1 օրակարգային հարցը անվտանգությունն է, բանակի մասով ինչ եք պատրաստվում անել, ինչպես գիտեք, պաշտպանական ոլորտում որոշակի ծախսերի հետ կապված փոփոխություններ են արվել ու ինչպես հայտնի նաև Նիկոլ Փաշինյանը հատկապես ասում է, որ օգոստոսի 8-ից հետո նոր իրավիճակ է ստեղծվել եւ ընդհանրապես քաղաքացիական պայմանագիրը խաղարկում է, ասում է, եթե իրենց չընտրեք, այսինքն մեզ չընտրեք, պատերազմ կլինի, վախեցնում է հենց դրանով եւ նաեւ ինչպես եք դուք պատկերացնում կանխել Ադրբեջանի հետ հարաբերությունների սրացումը, պատերազմը ավելի լավ, քան օրինակ դա կարող է անել քաղաքացիական պայմանագիրը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Սա ամենակարևորագույն հարցերից է։ Նախ հարց առաջին։ Ուրախ եմ, որ հարցրեցիք պաշտպանության բնագավառի կամ անվտանգության բնագավառի հետ կապված։ Ես արդեն ասացի, որ առաջին խնդիրը, առաջին օրվա հարցը լինելու է հատուկ աշխատանքային խմբի ստեղծումը, Սփյուռքի եւ Հայաստանից մասնագետների ներգրավմամբ, որին տրվելու է հստակ 6 ամիս ժամանակ ներկայացնելու բարեփոխումների ծրագիր։ Դրանից հետո մի անգամից նախաձեռնելու ենք այդ բարեփոխումների իրականացումը։ Հիմա կոնկրետ խոսենք, թե ինչպես է։ Մենք հնայի նկատմամբ պաշտպանության բնագավառի եւ անվտանգության համակարգի ծախսերը, բայց առանձնապես պաշտպանության, պետք է միջնաժամկետ մեր ժամանակահատվածում կրկնապատկենք եւ մեր հաշվարկով, մեր համոզմամբ դա լինելու է 8%։ Այսօր ընդամենը 8% եւ դրանից 30-ից 40%-ը մենք տրամադրելու ենք ռազմաարդյունաբերական համալիրի ծախսերին։ Այսօր ռազմաարդյունաբերական համալիրի ծախսերը կազմում են պաշտպանության բնագավառի ծախսերի 0. հաջորդ տարվա համար 53%-ը։ 1% էլ չի հասնում, պատկերացնում եք, 1% էլ չի հասնում։ Մենք դա հասցնելու ենք 30-ից 40%, այն դեպքում, երբ մեր հնայի տոկոսի չափը հնայի նկատմամբ լինելու է 8%։ Իսկ դա անգամ ԿՊ-ի ծրագրած բյուջեով կազմելու է տարեկան մոտ $1 միլիարդ։ Մենք սա ինչու եմ ասում, որովհետև ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը, տեսեք, ինքը մեզ համար չպետք է լինի միայն ինքնաբավության նպատակ, այսինքն որ մենք մեզ պաշտպանենք, դա կարևոր է, բայց դա պետք է լինի նաև մեր տնտեսության գերակա ուղղություն։ Այսինքն մենք պետք է լինենք նաև այդպիսի արտադրանք արտահանող երկիր։ Սա ինչ վերաբերում է անվտանգության կամ պաշտպանության համակարգի բնագավառի ծախսերին։ Մյուս հարցը վերաբերում էր նաև թրիփին, ամերիկյան Տեսեք, այս Ադրբեջանի հետ սրացում տանելու ամենակարճ ճանապարհը այսօր Փաշինյանի քաղաքականությունն է։ Երկիրը շարունակական թուլացման տանելը։ Սա ամենակարճ ճանապարհն է։ Մեր երկիրը պետք է լինի ուժեղ, ինքնաբավ եւ միակ ուժեղ պետությունն է, որ կարող է ապահովել խաղաղություն ու արդարություն։ Պատահական չի, որ մենք ունենք մեզ համար այդ կարևոր արժեքները։ Եվ